Պարոն Ամիջանյան քիչ առաջ հակառակորձություն կոմիտեն տեղեկություն տարածեց, որ Գյումրիում 2 դաշինքներից կան ձերբակալվածներ ընտրակաշառքի կասկածանքով, ես կխնդրեմ ձեր կարծիքը այդ մասին։ Ես այդ մասին կարծիք ունենալ չեմ կարող մի պարզ պատճառով։ Ես հակաիրավական եւ հակաժողովրդավարական գործընթացների մեկնաբանություն վաղուց տվել եմ։ ԿՊ-ն հստակ հասկանում է, որ տանուլ է տալիս ոչ միայն Գյումրիում, այլ նաև ամբողջ Հայաստանում, գիտեք, դավաճանները չեն կարող հաղթանակ տոնել կամ դավաճանները չեն կարող լավ արդյունք ունենալ, ու դրա հետ կապված սկսել է իր հին երգը ռեպրեսիվ ապարատը, ես դրա մասին մոտ բավական երկար բրիֆինգ եմ տվել, այդ ամբողջ գործընթացները կանխատեսելի են, մասնավորապես պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ կապված գործընթացները, ես չգիտեմ դուք դա նկատի ունեիք թե չէ, այսպես կոչված շիբինի գործը, բառացիորեն Մարտուն Գրիգորյանին մեղադրում են նրա համար, ինչ արել է ԿՊ տեխնացու Սարիկ Մինասյանը, ընդ որում արել է դա քաղաքի բյուջեի գումարներով, այսինքն եթե դա ընտրակաշառք է, ապա միակ տարբերությունը նրանում է կայանում, որ Սարիկ Մինասյանը այդ ընտրակաշառքը բաժանել է համայնքի բյուջեից։ Իսկ հակառակորձություն կոմիտեի ձայնագրությունը դուք լսել եք տարածած։ Ես չգիտեմ թե դա ում է վերաբերվում, դեռ որ բոլոր տեխնացուները հայտարարում են, որ դա իրենց հետ կապված չի, ես կսպասեմ շարունակության։ Համենայն դեպս պաշտոնապես հայտարարվել է, որ տեխնացուներից մեկի աջակիցներից է եղել, հա, սպասում եք։ Ես կսպասեմ մինչև տեխնացուները ասեն, հաստատ հակակոռուպցիոնի ասացի վրա չեմ հիմնվելու։ Կատունեք համեմատության մեջ։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։